Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի համատեղ ջանքերի արդյունքն է այս համաձայնագրի ստորագրումը, որն օր առաջ կնքվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև։ Ըստ այդմ պետությունը ձեռք է բերելու 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ համապատասխան ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների քաղաքական ամենաբարձր մակարդակում կնքված ռազմավարական պայմանավորվածությունները հնարավորություն տվեցին իրագործել միսուարյուն տալ այս նախագծին։ Ըստ էության տիեզերքում հարյուրավոր կամ հազարավոր մասնիկներ ճիշտ դասավորվեցին, որ այն, ինչ այսօր մեզ հետ տեղի պիտի ունենար, տեղի ունեցավ։ Firebird-ը հնարավորություն է տալիս նոր մակարդակ սահմանելու տեխնոլոգիաների, գիտության, ինժեներիայի և նորարարության ոլորտներում։ Այն դռներ է բացում արհեստական բանականության հետազոտողների, գիտնականների, կրթական և գիտահետազոտական հաստատությունների, ստարտափների համար։ Հայաստանը դարձնում է այսօրվա դրությամբ գրեթե լիցենզիա ստացած ծավալով աշխարհում ամենամեծ երկիրը, անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են շատ մեծ ծրագրի մասին, քան մերն է, բայց թույլտվությունը մեր այսօրվա ունեցած, որ արդեն ստացել ենք, գերազանցում անգամ ծավալներով այդ երկու երկրները։ Նախագծի փիլիսոփայությունն այն է, որ Հայաստանում ֆիզիկապես ստեղծվող հաշվարկային ռեսուրսը նախ եւ առաջ ծառայի հենց մեր երկրի զարգացմանը, նշում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Այդ տրամաբանությամբ կառավարությունը ձեռք է բերում ռեսուրսների մի մասը եւ դրանք բաշխում ոլորտին, պայմանով, որ դրանք արագ եւ արդյունավետ օգտագործվեն։ Հաջողություն ունենալու պարագայում կառավարությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը մասնավորի հետ։ Մենք ոչ միայն գործարկում ենք առաջին փուլը, այլև արդեն ունենք 6000 գրաֆիկական պրոցեսոր, ինչը Հայաստանին գրաֆիկական պրոցեսորների քանակով դասում է Գերմանիայի հետ նույն մակարդակում։ Տարեվերջին, երբ գործարկվի երկրորդ փուլը, Հայաստանը կլինի աշխարհի լավագույն 5 երկրների շարքում, ոչ թե մեկ շնչի հաշվով, այլ գրաֆիկական պրոցեսորների ընդհանուր թվով։ Սակայն մենք չպետք է կանգ առնենք այստեղ։ Մենք պետք է օգտագործենք մեր այս առավելությունը եւ հնարավորինս արագ շարժվենք առաջ։ Պետք է անենք մի բան, որով բոլորս կարող ենք հպարտանալ։ Այս նախագծի շրջանակում արդեն ստեղծվել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որի միջոցով այդ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսները հասանելի կդառնան նորարարներին, գիտնականներին եւ ստարտափներին։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։